Այսօր ցեզի հետ կբաժնեկցիմ Ռոմեացիս առաջին գլուխեն հավատքին եւ շնորհքին թերը խորակիրով նյութովը, որ իմ սրտիս մեջ շատ քեղեցիկ կերպով հնչեց եւ ես շատ կարեւոր տեսա, որ ցեզի հետ բաժնեկցիմ, որովհետեւ գխոսի բանի մասին, որ կվերապերի մեզ յուրաքանչյուրին առանց բացառության։ Բոլոր անոնց, որոնք Տեր Հիսուսը ընդունած են որպես փրկիչ եւ թագավոր, գվերապերի անոնց նույն չափով։ Երկինքեն չափը չի փոխվիր, երկինքեն որակը չի փոխվիր, երկինքի կողմե տեսակը չի փոխվիր, նույնը կմնա, կրնա մարդոց մեջ, մարդոց զգացումներում մեջ դարբեր թվիլ, բայց երկինքեն չի փոխվիր։ Եվ Աստվածաշունչը դրած է նման դեղեցություններ, որբեսի երկրի վրա ապրող հավատացյալները, որոնք իրենց զգացումներով կդարուբերին, գանցնին, կգելեն, գիչնեն, հասկանան եւ իրենք ամրապնդեն, ինչքանալ ալիքները իրական են պետք է ըլլան, բայց իրենք լողորդ դառնան։ Եվ ալիքներուն ելնել իջնելուն հետ միասնապար իրենց մուտը չելլե չիջնե, իրենք լողացող ըլլան, ըլլա դագեն, ըլլա վրայեն եւ ըստ պետքին, մինչեւ որ իրենց նպատակին հասնին։ Հռոմեացիներու գրգված նամակի մեջ Բողոսի նպատակն է բացահայտել հավատքը, հավատքին եւ Աստծո շնորհքին թերը, ճաշտոնը քրիստոնյային կյանքի մեջ։ Նորենս եմ, Բողոս Արաքյալի նպատակն է բարձել հավատքին եւ շնորհքին թերը քրիստոնյային կյանքի մեջ։ Ինչու? Որովհետեւ քրիստոնյանալ ինչպես բոլոր մարդիկը իրենց հատուկ զգացումները կրնան ունենալ, ինչպես ցուն քեզի հատուկ զգացում կրնաս ունենալ, ընտանեկան պայմաններ հետ, գործիտ պայմաններ են, այլ եւ այլ պայմաններ է, բայց Բողոս Արաքյալ գուկա ասելու, որ քրիստոնյաներուն կյանքի մեջ կարևոր է, որ հավատքին եւ Աստծո շնորհքին թերը հայտնի ըլլա, գործված չլա եւ բամը չգործվելու համար կարևոր է որ ցուն համոզումներդ ադոր համացայն շինես։ Երբ համոզումներդ շինես, այդպես գաբրիս։ Օրինակ տամ ցեզի։ Երբ որ ցուն գերտաս քու համոզումովդ կամ միջին արևելյան համոզումով երկիրներու մեջ կտեսնես, որ մեկը երբ կգտնվի հյուրի մարչև, թագավորի մարչև, պաշտոնյայի մարչև, բարձրաստիճան, ընդհանրապես ոտքը քուլբա կհագնի, կոշիկ կհագնի, ոտքերը ձալելով չի նստիր, այսինքն միջին արևելյան, արևմտյան մշակույթներու մեջ կտեսնենք այս է սովորականը։ Բայց երբ երտաս եւ ցուն հանդիպիս մարդոցքով, որոնց մշակույթը դարբեր է, եւ ասեմ, որ մշակույթները մարդոց ներքին աշխարհի կյանքի սկզբունքներուն եւ համոզումներուն հետ կապված են, եւ որ ցուն հանդիպիս հերու արևելքի մշակույթները, կտեսնես, որ իրենցքով շատ սովորական է, թակավորեն մինչև ռամիկ մարդը, երբ նստին ոտքերնին լման փոբիկ կլա, ցերկերնին միշտ ոտքերնուն մատներնուն մեջը կլա, անգևերջ քեզի հետ կուկա գցերնվի, անգևերջ գերագուր գուդե, իրեն համար ադիգա շատ սովորական է։ Կանոքի տեսած է այսպես, շատ սովորական է, ինքը բնավ քեզի արհամարել չուզեր։ Եթե նայես այս երկուքին համոզումներն են, որ իրենց կգարավարեն, Եվ որ ցուն գտնվիս այս կամ այն տեղը, կտեսնես, որ իր համոզումը այնքան բնական կնե, որ ցուն գազդվիս շատ անգամ, եւ կփորձես նմանիլ, եւ կփորձես ադոր համացայն ընդունել, եւ ադոր թեմ չես տներ, որովհետեւ բնականաբար այս է իրականությունը։ Համոզումը, որ քու կյանքիդ խորը, կյանքիդ հիմնագետը եղած է, անիգա մեծապես գաստ է, դու ինչպես գտիդես բաներուն։ Եվ այդպես գնորոքես միտքդ համոզումներուն համացայն։ Հետևաբար, որբեսի դու գարենաս քու հավատքդ եւ Աստծո շնորհքը
կյանքիդ մեջ տեսնել ինչպես որ է Աստծո կողմէ, պետք է որ համոզումի վերածվի։ Միտքդ այդ համոզումեն նորոգվի։ Եվ որբեսի միտքդ նորոգվի համոզումեմը, դու պետքություն ունիս անիգա ամեն օր մշակույթի վերածել։ Ամեն օր քու մշակույթը դարձած ապրիս, որբեսի կյանքդ վարժվիս այդպես ապրիլ։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք ալ քրիստոնեական, քրիստոնեավայել մեր գոչումին համաձայն ամեն օր համոզումները զինենք Աստծո խոսքին համաձայն, որբեսի անոր իրականությունները կարենանք վայելել։ Եթե ես իմ մտքիս մեջ երկմտություն ունիմ, չեմ գնար հավատքս կործածել։ Եթե ես մտքիս մեջը գասկածներ ունիմ, առօրյա ջնշումներուն աստեցությունով միշտ հոսանք կա թեմս եւ ես բեկե անոնց թեմ տնեմ, ես կնկատեմ, որ Աստծո շնորհքը որի մեջս է։ Վերստին ծնած բահես հզոր գենթանի Աստվածը, որում մասին մեծամեծ բաներ կխոսիմ, երբ պետք է լամեգուն քարոզելու, չեմ գնար վայելել։ Ոչալ գզկամ որ կվայելեմ։ Հավանաբար նաև կդարաբիմ եւ չեմ վայելել, որովհետեւ ես ուրիշ բաներով սպառված եմ, միտքս չեն նորոգված։ Անորամար պետք ունիմ Աստծո խոսքին համաձայն միտքս նորոգելու, անոնք որպես իրականություն ամեն օր իմ անձս սնանելու, որպես ես կարենամ համոզում ունենալ, մշակույթ դառնա ինձի, մարդիկ որ բանաբադե Աստված իմ գսեն, ուրիշներ Սուրբի անուն գուտան, ուրիշներ ուրիշ բաներ գսեն, ուրիշ ազգեր իրենց չաստվածներուն անունները գուտան եւ իրենց սովորությունները գնեն։ Իրենց համոզումն է, իրենք բնականաբար ադիգա գնեն, անպայման չեն որոշեր, ինչպես առաջին օրը որոշեցին, երբ Աստուծո խոսքով քու սիրտիդ համոզումը գճշտես, որով միտքդ կնորոգվի, երբ բամը կբադայի քո առաջին արտահայտությունդ եւ բնույթդ կլա, դու անպայման օրեն չես մտածեր այդ բանը անելու համար։ Հետևաբար դու Աստծո խոսքով համոզումներդ, մշակույթդ գազմես, միտքդ անով կնորոգվի եւ բնականաբար դու դժվարություն չես ունենար, որևէ օդար բանը որ քեզի կհանդիպի, հաբա կյանքի ընթացքին բնականաբար այդ համոզումով կշարժիս։ Եվ որ հավատքդ համոզումով կշարժի առանց երկմտության, դու հավատքիդ բդուղը գուտես։ Երբ շնորհքը քու կյանքիդ մեջ կշարժի առանց օդար ազդեցություններուն, դու բնականաբար Աստծո քու մեջ դրած շնորհքին բդուղը գուտես։ Եվ որ քու սերմդ կցանես հողի մեջ, եւ գհոքաս այդ բարարդ հող կբահես, բնականաբար ադոր բդուղը պիտի ուտես։ Երբ դու սերմը ունիս քու հողիդ մեջը, բայց հողիդ հոգ չես տանիր, պիտի որ փուշի եւ դադասկը քու սերմետ առաջ ելեն, որովհետեւ իրենց հոգը չի ավիդյան մնալը։ Արմատ նետելը, իր հոգն է քեզի վնաս հասցնելը։ Շուտով գխեղտեմ փուշի եւ դադասկը քու սերմերդ եւ նախքան անոնք գոչ ունենան, արմատ ունենան, մեծնան, անոնց վրա մահ կբերեն։ Հետևաբար դու պետք ունիս շտկել քու համոզումներդ, քու մշակույթդ, քու ներքին աշխարհդ, որովհետեւ գարենաս բարարդ հող ըլլալ Աստծո կողմէ դրվածները կործածվելու համար։ Գարտանք 11-րդ համարը, որովհետեւ շատ կպապակիմ ցեզ դեսնել, որբեսի ցեզի փոխանցեմ ովևէ հոգևոր բարգև, որ ցեզ ամրապնդելու գծարայե։ Բողոս Սարակյալ ինչ կսե հոս? Ինչ է բգետրոնացումը Բողոս Սարակյալին? Կսե երբ ես ցեզի պիտի կամ, շատ կպապակիմ, որ հոգևոր բարգևներ փոխանցեմ ցեզի։ Զարմանալի է Բողոս Սարակյալին արտահայտությունը քիչը։ Չսեր երբ կամ հadouk քարոզ պատրաստած եմ ցեզի բամը սորվեցնելու։ Չսեր ես ցեզի Քրիստոսի մասին հadouk բաներ գուզեմ պատմել։ Գսե երբ ես ցեզի կամ գուզեմ հոգևոր բարգևներ փոխանցել։ Հոգևոր բարգևներու մասին խոսենք եւ ադով ամրապնդենք։ Բողոս Սարակյալին սիրտն է,
որ հավատացյալները միայն գիտություն չառնեն, նախքան գիտությունը հոգևոր բարգևի մասին կխոսի։ Ես այսպես հավատացած եմ, որ իմ առաքելությունս եւ մեր եկեղեցու առաքելությունը հոգևոր փորձառություն, Սուրբ Հոգին հետ մտերմիկ հարաբերություն փոխանցող եկեղեցի մնե։ Եվ ոչ միայն խոսքի վարպետությունով, ապա նաեւ Սուրբ Հոգին փորձառությունը, Սուրբ Հոգին ներկործության փորձառությունը եւ դրսեւորումները փոխանցող է, որովհետեւ մենք շատ բաներ կրնանք անել եւ շատ լավ բաներ կրնանք անել, անոնք կգազմեն հadouk դոգոսմը բզդիկ 30, 40, անգանտին օծությունն է որ գնե։ Շատ մարդիկ եւ հավատացյալներ ամեն ինչ շատ լավ գիտեն։ Բայց Սուրբ Հոգի օծության աստեցության դակ չլալով իրենց քիծածները չեն հաջողիր անել։ Տագավին իր մտքի մգարտագի մեջն է, մտնոլորտի մեջն է, զորավոր այդ օծության վիճակի մեջ չէ, որ փոփոխություն ցերկ բերե։ Կամ Սուրբ Հոգին առաջնորդության մեջ գարենա բաներ ունենալ եւ ցերկ բերել։ Հետեւաբար ես կգարձեմ, որ մենք պետք է խնդրենք ու հսկենք։ Խնդրենք ու հսկենք Սուրբ Հոգին, որ մեր բոլոր գադարածներում մեջ ինք ներկա լա։ Ամեն ինչ որ գնենք։ Պետք է խնդրենք, որ եթե Տեր Հիսուս Քրիստոս ամեն ինչ Սուրբ Հոգիով վրավ, եթե առաքյալները ամեն ինչ Սուրբ Հոգիով վրին, Սուրբ Հոգին Աստվածաշունչը մեզի տվավ, որում մեջ հատկապես հadouk գերբով ինքը ցույց տված է, թե Հիսուսը, մարգարեները, առաքյալները, արդարները, ծառայողները, բոլորը ամեն ինչ ըրին Սուրբ Հոգիով եւ շարունակ շեշտեցին, որ Սուրբ Հոգին զորեղ ներկործությամբ է, որ ամեն ինչ գրցան անել եւ աճողեցան, կգարձեմ մենք նույնը պետք է անենք, եթե չնենք, մենք թերի գլանք։ Եթե չնենք, մենք անդարբեր գեցած կլանք, եթե չնենք, մենք անհոգ եղած կլանք Սուրբ Հոգի աշխատանքին նկատմամբ։ Հետևաբար սիրելիներ շատ կարևոր է, որ մենք ամեն ինչ անենք, հսկենք եւ խնդրենք, որ մեր գադարածներում ինչ ներկա լա։ Անոր ներկայությունը պետք է շոշափելի անել մեր կյանքերեն ներս։ Անոր ներկայությունը պետք է հանցն առնենք։ Եվ ներկայությունը պետք է շոշափելի լա մեր կյանքի մեջ։ Չբավարարվենք միայն աղոթելով։ Ինքը մեզի չէ կանչած, մեզի ինքնությունը չէ տված, որ մենք միայն իրեն աղոթք բարձրացնենք։ Ինքը երկրի վրա իրեն աղոթողներեն շատ ավելի մեծ թիվով աղոթողներ ունի երկինքի մեջ։ Կովապանող հրեշտակներ ունի երկինքի մեջ, որոնք երկյուղ ցույց կտան ամեն վարքյան եւ անմեղ են, եթե ատ պիտի ըլլար իր քոհունակությունը։ Եվ ես չեմ հավատար, որ Աստված իրեն բաշտելը դված է, որովհետև իրեն բաշտելով թևերը կբացվին։ Չեմ հավատար։ Աստված մեզի բաշտելը եթե դված է, բաշտելուն նպատակը կոնը ինչ որ ես հասկացած եմ այն է, որ Աստված բաշտելը մեզ գաճեցնե։ Աստված բաշտելով ադեն մենք թափանցիկ կլանք եւ իր մեկը նորոգվինք եւ իր նմանությունը կհակնինք մեր ինքնության վրա, որ հավիտյան պիտի ապրենք։ Ես այսպես կհավատամ։ Երկինքի մեջ հրեշտակները կատարյալ են, անմեղ են, զորավոր են, կատարյալ զորությունով։ Միակ բանը, որ իրենց մեծ է, որ իրենք գիտեն Աստված է։ Երբ Աստված կբաշտեն իրենց ունեցած են վերը վայելելու համար։ Որովհետև Աստվածաշունչին համաձայն Աստված դիկտատոր չէ։ Աստվածաշունչին համաձայն Աստված իր մեծությունը բռնադիրությամբ չի բերեր մարդոց վրա։ Հակառակը Աստված փափակով ստեղծեց, որպես ինչ որ ինքն է, նաև դա ուրիշին։ Ուզեց կյանքը ապրվի, որ ինք ունի։ Եվ դվավ ամեն հնարավորություն եւ միջոց, որպես այդ կյանքը ապրվի։ Հետևաբար, երբ ես եւ դու Աստված կբաշտենք, մենք կփոխվենք, Սուրբ Հոգին աշխատանքի կանցնի։ Մենք կփոխվենք իր նմանությունով, մենք կփոխվենք իր մով, հետևաբար սիրելիներ, մենք երբ Աստված կբաշտենք,
շատ կարևոր է, որ ճիշտ համոզում եւ ըմբռնում ունենանք, ցանցանալով չգենանք, ակնկալենք, որ անոր ներկայությունը մեր կյանքերեն ներս ողջ չլա։ Նիկա ողջ է։ Եթե մտածես, չես կնար երևակայել ինչպես ողջ է։ Չես կնար երևակայել ինչպես ողջ կլա։ Ձեզ այսա լսեմ, նույնիսկ ասկի առաջ փորձառություն ունեցողներդ եւ որ ժամանակ մչունիկ նորեն չեք կնար երևակայել, որովհետեւ փնամ միտքը չի գնար այդ մեկը հասնալ։ Դու պետքություն ունիս ներկա ժամանակի մեջ ճաշտել, սնունդը առնել, հատոր համացայն ապրիլ։ Ավետարանը սիրելիներ Բողոս Արաքյալին համար շատ հատուկ էր։ Եվ իր ինքնությունը անգես շինած էր։ Իր համոզումները այդ ադով հիմնած էր։ Իրեն համար մշակույթ եղած էր աշխարհի վրա գտնված բոլոր մշակույթներուն մեջ։ Ոչ մարդոց մեջ, որ մարդիկ գախյալ են մշակույթներու մեջ անցած դարձած է եւ նույնիսկ շատ անգամ գանդեսեն հոգեվոր սկզբունքները քրիստոնեական մշակույթ են ամուչնալով, մշակույթ են ազդվելով, մարդիկ ինչ պիտի սենով, ասով եւ անով։ Դեսեք, երբ կգարտանք 16-րդ համար ինչ կսե Բողոս Արաքյալ։ Ասիկա գսեմ, որովհետեւ ամոթ չեմ համարեր ավետարանը։ Ընդհակարակը անիգա Աստծո զորությունն է, որ կփրկե ամեն ավադացող, նախ հրյան, ապա նաև ոչ հրյան, բոլորը։ Աստծո զորությունն է, որ կկործած է։ Գուզեմ նկատի առնես իրեն համար ինչ է։ Ուրեմն ավետարանը, Աստծո խոսքը, բադվերները, մեջի գտնված փարոյականը, բարգևները, երբ կկործած է, դարբեր մշակույթներու մեջ, դարբեր մարդոց միջև, աշխարհի մեջ, աշխարհայիններու մեջ, որոնց համար հագարակ գտվի այս բանը, հոգևորությունը, կսե ես ամոթ չեմ սեբեր, ադիգա ինձ համար հպարտություն է։ Այսօր մարդիկ եղած են այդ հավատացյալները, որ թիմացինը քիչմը երեսին վրա քիձերը փոխե, խոսած ադենը գհրաժարի խոսել են։ Բողոս Արաքյալ գսե, ես ամոթ չեմ սեբեր, իմ հպարտությունս է, ձեզի դակ, ետևի մեկ քաղաք են մույս քաղաքը երթալով, վրընդվելով, քարգոծվելով, հալածվել է ետք անգամ, ավետարանը գսե, իմ հպարտությունս է, որովհետև գսե անիգա Աստծո զորությունն է, գնաս երևակայել, մեկա փախտադեք ու առօրյայիդ հետ ինչպես կտեսնես Աստծո խոսքը քու մշակույթիդ մեջ, քու սեփական մշակույթիդ մեջ, քու սեփական համոզումիդ մեջ, ինչպես եղած է, ինչպես գնայիս, ինչպես կկործածես կգիրարես, ինչքան անոր սիրույն փեր գրելու պատրաստ ես։ Գիտեք չէ, մարդիկ կան, որոնք հավատացյալ չեն, քրիստոնեության հետ կապ չունին, ոչ մեկ օր ունեցած են։ Ես գոնե անցնապես ջանցած եմ մարդիկ, որ մեկ օր քրիստոնեության հետ կապ չեն ունեցած, բարձորեն ծնած են քրիստոնեական ընտանիքի մեջ, կյանքը աշխարհիկ է, մեղավոր է, այսինքն մերնին է հաստատ, որ Աստծո կոպիտի չերթա, որտեղ բնականաբար չի ալավադար։ Բայց այս մարդոց մեկ գիտեմ մարդիկ, որոնք մերած են, մենք քրիստոնյա ենք ասելով, մշակույթի մեջ այդպես է ասելով։ Նույնիսկ մերած է, որովհետև այդ մշակութային համոզումը կողը գա։ Բայց Հիսուսի հանդեպ հավատ չունի, աշխարհային համոզումով, նույնիսկ մերած է ադոր համար։ Եթե դու համոզումը շիդակ ունենաս, դու ալ կրնաս նույնը ունենալ։ Կանոքի հասկացա, որ ինչքան զորավոր է այդ մշակույթը եւ համոզումը շինել։ Երևակայեցեք Աստվածաշունչի մեջ գտնվող մարդիկ հավատացյալներ ինչպես մարտիրոսանալու հասան, որովհետև խոսքը իրենց մշակույթը վերածվեցավ, իրենց համոզումը եղավ։ Հետևաբար Բողոս Արաքյալ այդ մեկը գտելատրե։ Գսե Աստծո զորությունը դինամուս սպարն է, որ հետևյալն է սիրելիներ, ուժ, մեծություն, ֆիզիկական զորություն։ Աստծո խոսքը քու մեջդ
ֆիզիկականիտ մեջ ֆիզիկական զորություն է։ Այսինքն դգարությանը թեմ հաղթություն է։ Դգարությանը թեմ ուժ է։ Այսինքն երբ դու դգար ես, երբ դու դգար գսկաս, պետք չունիս դգարությունը դաբրելու։ Գնաս հրավիրել այդ խոսքին զորությունը եւ հավատալ անորսել, որ ես այսպես եմ, դեր այսպես ասավ եւ այս վիճակը պիտի փոխվի։ Քու մուտդ պիտի փոխվի, քու դգարությունդ պիտի բարադի, դու նորեն պիտի վերականգնես զորավոր, պիտի չաբրես դգարությունը, պիտի կան փորձությունները, բայց կսե որ քեդերը պիտի կան, գրագը պիտի կա, բայց պիտի չայրիս տուն, քեդերը պիտի կան, բայց պիտի չխեղդվիս տուն, չսերադոնք պիտի չկան։ Ֆիզիկական զորություն է գսե եւ կարողություն կնշանակե, կարողությունը, որ մեգումը մեջ գտնվի։ Կարողությունը չէ, որ դեղի մեջն է եւ դու կապ չունիս իրեն հետ։ Կարողությունն է, ֆիզիկական զորություն է, որ անցիմը մեջ կգտնվի, այսինքն քու մեջդ կգտնվի, կովինիտ դարձիրս է, քու մեջդ կգտնվի։ Մենք աղոթքի ադեն այնպես գաղոթենք, որ Աստված գիտե ուրգե պիտի կա այս օգնությունը հիմա։ Արդյոք Աստված մեզի պիտի դա, մորցած ենք, որ Քրիստոսով մենք ով ենք եւ մեր մեջ կբնակի այդ զորությունը, չէ՞։ Եվ ընդհանրապես դուրսեն կփնտրենք, գախյալ գցենք մենք մեզի։ Եվ որ դուրսեն կփնտրես օգնությունը, թունքու հոգեբանությունը գախյալ եւ մուրացկան հոգեբանություն գնես։ Կանե օքե հասկացավ, ցերկդ բարձացուր, որ գիտնան, որ ինձ հասկացար։ Գախյալ եւ մուրացկան հոգեբանություն գնես։ Բայց երբ հասկանաս, որ քեզի դրված է, ամեն աշխատանք կդանես, որովհետեւ քու մեջդ գտնվածը գտնես եւ անով ետ դանես ճշտամին։ Հալելույա։ Երբ գսկաս այդ մտքի ըսկացումներու ցանկի պայմանները գուքան, քիդագից կլաս որ դու ինչ ունիս։ Աղոթքի ցևդ Աստծո աղաչել չլար առնելու համար։ Աղոթքի ցևդ Աստծո քեզի դվածը հրճագել գլա պայմաններուն դիմաց։ Եվ որ անհատական քո աղոթներդ կնես ինչպես գուզես սրե, աղաչե, սեդեր ես ամբիդան եմ, կետնին դագ անցնելիք եմ, վրաս գողվելիք է, ես միայն քեզմով արժանի եմ, միայն քեզմով ունիմ ինչ որ ունիմ, ինչպես գուզես աղոթե, թող քեզի շինե, որովհետև իրավունք է։ Բայց երբ դժվարությունը գուքա, քեզի ոտնագող չներ, դու թեմը կգենաս, գիտես ինչպես պիտի գենաս, որ դե մշակույթ կազմած ես։ Պողոս առաքյալ գսե, ամոթ չեմ ամարեր գսե, հբարդությունս է Աստծո խոսքը։ Անիկա գսե Աստծո զորությունն է, որ գփրկե մարդիկը, բոլորը, հրյա եւ ոչ հրյա։ Պողոս առաքյալ այս մեկին կհավատա եւ իր նամակներում մեջ մենք կտեսնենք շատ զորավոր շեշտերով գրեթե ամեն նամակ որ գրգած է մեկ կամ երկու անգամ անոնց մեջը եւ ավելի իր նյութերուն հետ կապակցաբար հիշած է Աստծո շնորհքին ներկործության մասին թե ինչքան զորավոր է թե առանց անոր բամը չի գրնարնել թե ինչ որ հրավանով հրավ եւ ձայր սահման չունի գարտամ մի քանի հատ ցեզի Փենգորընտացիս 1:12 Բարձանքով գրնամսել եւ խիղճսալ գվգայե որ բոլորին հանդեպ ու մանավանդ ցեզի հանդեպ եղած են բարձ ու անգերձ ինչպես Աստված կգամենա ոչ թե մարդկային իմաստութենե մղված այլ Աստծո շնորհքովը Պողոս առաքյալ ծառայած ադենը իր վարմունքը եւ իր ուսուցումները ինչ իման վրա են եղեր Աստծո շնորհքին վրա ոչ մարդկային իմաստության վրա իմաստուն չէր Պողոս հավանաբար բոլոր առաքյալներեն ավելի գիտություն ուներ Կամաղիելի ցերքին դակ ուսանած էր իրենց
համալսարաններուն մեջ եղած բոլոր ուսուցիչներուն ցերքին դակ գտնված էր։ Աստված իրեն հadouk բարգև տվավ, որ բոլոր հետանոսներուն երթա եւ ինքը խոսի։ 5 դագարանը գլած էր։ Բայց կսես իմաստությամբ չշարժեցա։ Աստծո շնորհքով շարժեցա։ Մեզ համար Աստծո շնորհքը գրոնական բարդ դարձած է։ Կանոքի հասկացավ, գրոնական բարդ դարձած է Աստծո շնորհքը։ Մեկվեն Աստծո շնորհքը մեր մեջ ներկործող Սուրբ Հոգիի աշխատանքին մասին ակնարկություն է։ Կանոքի հասկացավ, կանոքի Աստծո շնորհքը ունի իր կյանքի մեջ։ Պողոս առաքյալ գսե իմաստությամբ չմոտեցավ Աստծո շնորհքով։ Եփեսացիս 3:7 իր ծառայությունը, իր սպասավորությունը գսե ինչպես հրավ։ Եվ այդ ավետարանին սպասավորը եղա Աստծո ծրի շնորհքովը, որ Աստված իր ներկործող զորությամբ ինձի տվավ։ Աստծո շնորհքով ինք ծառայեց, սպասավոր եղավ, եւ այդ սպասավորությունը հրավ իր մեջ ներկործող զորությամբ։ Ուրեմն այդ Աստծո շնորհքը ինչ էր։ Գրոնական անուն մներ, գրոնական գոչում մներ, գրոնական դիդրոս մներ, ոչ։ Իր մեջ ներկործող Աստծո զորություններ։ Ողջ էր իր մեջը, էլեկտրականություն էր իր մեջը, գշարժեր իրեն։ Երորդ Փենտեսաղոնիկեցիս 1:11-12 որովհետեւ ցեզմով փառավորվի մեր Տերը Հիսուս Քրիստոսի անունը եւ դուք փառավորվիք իրմով մեր Աստծույն եւ Տիրոջ Հիսուս Քրիստոսի բարգեւած շնորհքով դուք ինչ կլակ կփառավորվիք ինչով ձեր մեջ գտնված շնորհքով քանի օքի սիրելիներ ուժ կփնդրե քանի օքի զորություն կփնդրե քանի օքի իր վարմունքի մեջ Տիրոջ ներկայությունը գուզե Պողոս առաքյալ գսե անոնք ողջ են մեր կյանքի մեջ Աստծո խոսքը երբ մշակույթը կդառնա կյանքը դատոր ամացային կգալ այդ շնորհքին ողջություն այս բաները դուրս կբերե Այդ Տիմոթեոս 1:13 եւ 14 Զիս որ նախաբես գահայոյեի իրեն սիգա Պողոսն է որ գսե ես նախաբես գահայոյեի Կովինինցեք Պողոս գահայոյեր Հիսուսին Կանոքի հայոյել գիտեք ամ լսած եք ամ ասկե առաջ հայոյած է Միան երգոքի ամենաշատ գերև ես աղոթեր եմ Մեգա դա արցնեմ Կանոքի ասկե առաջ հայոյած է հայոյանքի ինչ կեք իդե Զարմանալի եք ժողովուրդ Զիս որ նախաբես գահայոյեի իրեն գահալածեի իրեն Կանոքի հալածած է Հիսուսը, գանարկեի իրեն, կանոքի անարկած է Հիսուսին, բայց ինք ողորմություն ցույց տվավ ինձի, կզարմանամ, որովհետև առանց գիտնալու գնեի, երբ դակավին չէի հավատացած իրեն։ Տեսեք 14-րդ համարը ինչ կսե, մեր Տերը իր շնորհքով ողողեց ինձ։ Ինչով ողողեց հայոյող, անարկող, անդեսող, թշնամի, հալածող եւ իր շնորհքով ողողեց ինձ եւ ես սկսա այդ շնորհքին առաջնորդությամբ իրեն համար պատրաստ լալ մեռնելու Դալով այն հավատն ու սերը, որ մենք Քրիստոս Հիսուսի միացածներս ունենք Պենգորընտացիս 8:1 գխոսի մագետոնացիներուն մասին գորընտացիներուն հետ Եվ գսե եղբայրներ գուզեմ որ գիտնաք թե Աստծո շնորհքը ինչպես ինքզինք կհայտնե Մագետոնիայի եկեղեցիներուն մեջ Աստծո շնորհքը ինչ կնե մագետոնացիներուն կյանքի մեջ են ինքզինք կհայտնե Պատմությունը ուր է մագետոնացիները շատ արադացերն էին Սուրբ Հոգին միջոցով արադացերնությունը դուրս եկեր է շնորհքով գսե մագետոնացիները ձայր աստիճան փորձություններու մեջ լալով ձայր աստիճան աղքատ լալով գսե գաղաչեին մեզ մե
որ իրենց արտոնենք, որ Երուսաղեմ դարվելիք նվերներեն դանին։ Գաղաչեին, գսեին, եթե շնորհք կդածենք ցերկովը, արտոնեցեք։ Եվ ինքը Պողոս Արաքյալ այս վարմունքը գոչե Սուրբ Հոգիով Աստծո շնորհքին արտահայտությունը։ Այսօր երբ մարդոց Աստծո դաշտի մեջ արադացերն դասանորդ սիրոնը վերդալու սկսից քեզի ցուցակ մը կգազմեն։ Չգարձեք, որ անցյալին ցուցակ չգար։ Պողոս Արաքյալ լեցուն դեղեր մարդոց ստիպված է եղած է փաստադրություն տալու։ Անցյալին է վեր գար, բայց նվիրումը Սուրբ Հոգիով շատ հայտնի է, շատ հստակ հայտնի է, ինչպես կլա։ Շարունակեմ Պեն Դիմոթեոս 2:1 Հետևաբար թուն Դիմոթեոսին գսե որ տյագս Քրիստոս Հիսուսի շնորհքովը զորացիր։ Ինչով զորացիր։ Խրատ գուտա իր աշակերտին, որ իր հոգևոր զավակն է, որ իր ցերկերում մեջ մեծած է, հավատարիմ է, ինչքան կքովե իրեն, ինչ կսե իրեն, Քրիստոսի շնորհքովը զորացիր։ Այդ շնորհքը ինչ կնե, գզորացնե, գամրաբնթե, գահաստատե։ Այս մարդիկը եւ որ պիտի երթային ոստեն ջունի Կալելով գերտային սիրելիներ, օտո չէին նստեր, տաքսի չէին արներ, բասով չէին երթար։ Ոստեղեն Սուրիա Հալեբ երթալու համար օտանավ չէին արներ, կալելով գերտային, ցիով, էշով, ցին շատ փարավոր բեք կելար։ Այսին դժվարություն ունեին այս մարդիկը, ամեն ինչ լավ չէր, ամեն օր հացը պիտի պատրաստեր, ամեն օր հագուստը բեկել լվար, որ մաքուր հագվեր, ամեն մարդ ուներ դժվարություն իր թարուն ամացային։ Այսին այդպես մի բարդանար, որ այսօր մենք շատ դժվարություն ունենք, ադիգա միայն հավասար է, որ տուն Աստծո զորությունը այս օրերուն չես ճանցած, քանի օքի հասկացավ։ Եվ որ շատ կխոսից դժվարություններուդ մասին, ինձ համար այսպես է, հավասար է այս մարդը Աստծո զորությունը իր կյանքին վիճակը փոխելու համար դեռ չէ ճանցած։ Ես չեմ գնար ուրիշ ցև ընդունել։ Գամ Աստծուց պիտավադամ, գամ դրդունչիտ պիտավադամ։ Թունալ բիդի չուզես քեզի հավատամ, իդի ուզեմ Աստծո հավատամ։ Հալելույա։ Ասկե ավելի երթանք դեղավին։ Եբրայեցիս 2:9-ին մեջ կարդանք, ինչ կսե Տեր Հիսուսի մասին եւ մեզի համար մեռնելու մասին։ Մինչդեռ փառքով ու բադվով բսակված կտեսնենք Հիսուսը, որ օրեշտակներեն քիչ մը վար տասվեցավ մահվան չարչարանք հանցնարնելու համար, որբեսի Աստծո շնորհքով, ինչով բարձրացնենք Աստծո շնորհքով բոլոր մարդոց փոխարեն մահը ճաշակե։ Տեր Հիսուս մահը ճաշակեց ինչով։ Աստծո շնորհքով։ Մենք այսօր երբ Տեր Հիսուսի աղոթենք, միայն գուզենք լավություն եւ բնավ չեն ակնկալեր, որ արտոնե, որ դժվարություն կա։ Ինքը մահը ճաշակեր է մեզի բրգելու համար այդ Աստծո շնորհքով։ Մենք երբ որ Աստծո շնորհքը խոսենք, գուզենք երկինքի տակավորությունը ապրենք։ Աստծո շնորհքով առաջնորդվելը ամեն բանի կարող կդարձնե մեզ։ Եբրայեցիս 13:9 Տեսակ օդարոդի ուսուցումները մի դարվիկ, լավ է որ սիրտը Աստծո շնորհքով ամրապնդվի։ Ինչով ամրապնդվի։ Աստծո շնորհքով ամրապնդվի։ Եթե միայն այս բարերով քու սիրտիդ նայես եւ սիրտդ որոշես այսպես մի դնես, արդեն դու հաղթական կյանք պիտի ապրես։ Պեն Պետրոս 3:18 Այլ մեր Տիրոջ եւ Փրկչին Հիսուս Քրիստոսի շնորհքով ու գիտությամբ աճեցեք։ Ինչով աճեցեք։ Շնորհքով ու գիտությամբ աճեցեք։ Աճելու պետք ունիս, փնտրե ադիգա։ Փնտրե իր ներկայությունը։ Շնորհքով ապրելու մասին կխոսի Եփեսացիս 4:29-ին Ոևէ դքե խոս չելեցեր պերանեն, խոսեցեք միայն ինչ որ պետք է, ինչ որ բարի է ուրիշներուն հավատքը ամրապնդելու համար, որբեսի լսողները Աստծո շնորհքով լեցվին։ Քու շրթներուդ մեջ դրված է Աստծո շնորհքով ուրիշներուն կյանքերը փոխելու կարողություն,
Անոր համար գսե բնավ դքեղ բան մի խոսիր, փամփասանք միներ, բեք անգույն գսե քու սիրտդ մի բարբեր, ասոր անոր վրա մի խոսիր։ Ինչ գսե։ Փամփասանք մի էներ, դքեղ խոսքեր մի խոսիր, ուրիշին թեմ մի խոսիր, եթե բնավ իդի խոսիս որոշե լավ բան խոսիս, Աստծո խոսքը խոսիս, հրճագում խոսիս։ Քրիստոնյաներ այսօր ես նեղացած եմ ամեն ինչ խոսելու իրավունք ունին գսեն։ Ինքը նեղացուց ինձ այլևս ես հանգիստ կրնամ խոսիր, քանի օքի ունեցած է սպորտարությունը։ Ինձի ցավցուց ամեն իրավունք դրվեցավ ինձի խոսելու։ Նո, գսե կարևոր չէ ով քեզի ինչ հրավ։ Պերանետ դքեն խոստող չել հետևաբար ադոր մեջ մարզետուն քեզի։ Աստծո շնորհքը թող արդահայտվի քեզ մե։ Մի դրտմեցնեք գսե անգետ Աստծո Սուրբ Օքին։ Ուրեմն եթե շնորհքով չխոսիս եւ միտքիդ ըսկացուններուդ համացան խոսիս, ինչ կնես Սուրբ Օքին, գդրտմեցնես իրեն։ Հռոմեացիս 12:3 Ինձի դրված Աստծո շնորհքով հետևյալ պատկերը գուտամ յուրաքանչյուրին։ Ինչով։ Ինձի դրված Աստծո շնորհքով։ Քանի օքի նամակը Աստծավ Բողոս Արաքյալ ինչ կխոսի, ամեն ինչ որ երերը Սուրբ Հոգին առաջնորդված երերը, 1 Ամեն ինչ որ երերը իր հոգիի մեջ, վերստին ծնած հոգիի մեջ, դիրոջ դրած շնորհքով երերը, հսկեր է, հետաբնթեր է, ուշադիր եղեր է, որ այդ շնորհքը արդայդվի իր մե եւ ոչ իր զգացումը։ Դժվարությունը բագաս էր իրեն ոչ։ Գսե իրեն եւ շիղային փանտերին լավ մծեծելով, լավ մծեծեցին։ Ինչ բարգություն ուներ սատանան այդ օրը, բարբեց վրանին։ Չուզեցին, որ այդ ցավերը իրենց մեջ գտնվող շնորհքին վրա ծածկեն, փանտ մտան գսե իրենց խցիկը Աստված պաշտելու սկսան։ Փանդարգյալներն իրենց մտիկ կնային։ Քանի օքի կտեսնե, որ այսօրվա ավադացյալներուն չի նմանիր, Զդիկ պամելա, գսե ասինչ կյանք է, արդեն կյանքը դագը վրան իրարու անցուց, վերջացավ աղպանոց է ազ կյանքը։ Աս մարդը ձեծ գերեր է լավմը, ամբոչ կաղաքացիներ են։ Կոնե ամեն մեկում մեկ հատ գիծ զարնել ելած էր այդ օրը։ Գսե անգե վերջ ներս մտավ, Աստված պաշտելու սկսավ, Եվ քիշերվա գեսին գսե երկրաշարժ եղավ, բանդին դռները բացվեցան, բոլորին գաբանքները ինգան։ Դու որ մեկ ուզես, դրդուն չդ շարունակես, ոչ թե երկրաշարժը մտեսնես։ Եթե երկրաշարժ գուզես, առաջին գիծը դրդունչին դուր։ Հալելույա։ Աստվածաշունչը գահիտնե, որ ինչպես Աստված հավատքի միջոցով փրկություն կրնադալ եւ արդարացում կրնադալ բոլոր մարդոց, Հռոմայացիս 1:17, որովհետեւ ավետարանը գահիտնե, թե Աստված ինչպես մարդիկը արդար կսեբե իրենց հավատքով, որովհետեւ հավատան, ինչպես որ գրված է, արդարը իր հավատքով պիտի փրկվի։ Նույնիսկ ասիկա շատ պետք պիտի ունենաս քովդ արցանակրելու ես։ Նույնիսկ արդարը փրկվելու համար հավատքի պետք ունի։ Նույնիսկ արդարը, ես մրջունի վրա չեմ գողած, ես մեկում վնաս չեմ դար, չէ՞։ Ապաշխարելու պետք չունիմ։ Նույնիսկ արդարը հավատքին պետք ունի փրկվելու համար։ Մեկը չի գնար ինքզինք արդարացնել որևէ խոսքով։ Մեր հավատքին մեջ սիրելիներ զորություն կա։ Պետք է մարզվինք զայն կործածել։ Քանի օքի դեսավ կոնե մինչև հիմա, գարթա Աստվածաշունչը նամակները այս ուղղությամբ եւ դες ինչքան շատ Բողոս Արաքյալ գխոսի այս մասին։ Մեր հավատքին մեջ Աստծո շնորհքը եւ զորություն կա, պետք է մարզվինք կործածել։ Եթե հավատքով փրկվեցանք, հավատքով ալ կրնանք որևէ բան ցերկ բերել։
Եթե հավատքի միջոցով Աստված արդոնեց, որ ես իրեն, սուրբին, արդարին, գադարյալին հետ հաշտվիմ, որ իր մեծի չկա, հավատքի միջոցով ուրեմն ինչ կրնադալ մեզի դա։ Անգե վեր բան չկա որ դար արդեն։ Մնացած ամեն ինչ վար է։ Ամեն։